Կապանում վերջին զանգին նվիրված միջոցառումները անցան ուրախ եւ առանց լուրջ միջադեպերի։ Յուրաքանչյուր դպրոց ուրույն ձևով էր կազմակերպել տարեվերջն ազդարարող դասը, սակայն նույնն էին դասի թեման ու խնդիրները։ Այս ուսումնական տարին թերևս վերջինը կլինի Կապանի համար 2 ավագ դպրոցի համար այն առումով, որ ստիպված է ուրիշի հարկի ներքո կազմակերպել թե դասապրոցեսը, թե տոնական միջոցառումները։ Վերջին զանգին նվիրված տոնը դպրոցը նշեց Կապանի ամենամեծ բեմում, գալիք ուսումնական տարվանից ակնկալելով նոր դպրոց ու նոր բեմ։ Երկար տարիների մանկավարժական փորձ ունեմ, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, բայց աշխատել եմ տնօրենի պաշտոնակատար, բայց ոչ մի անգամ շրջանավարտ չեմ ունեցել։ Այս տարի ինձ համար յուրահատուկ է, որ միանգամից 100-ից ավելի շրջանավարտներ ունեմ ու դրանց հետագա կյանք մտնելու համար ես էլ մտահոգություններ ունեմ։ Սիրելի շրջանավարտներ, ես առաջի դասին մասնակցել եմ, ասել եմ հակիչ, այն ինչ մտածում եմ ու հիմա նորից ուզում եմ կրկնել։ Ինձ եւ մեր մանկավարժական ամբողջ կոլեկտիվի համար մեկ խնդիրը կայանում է լավ մարդ դաստիարակելու։ Ես անդադար մտածում եմ, որ յուրաքանչյուրդ լինենք լավ հայրենասեր, լինենք լավ կապանցի։ Դուք ներկայացրեք Կապանի մեր դպրոցը, Կապան քաղաքը, Սյունիք աշխարհը, ինչու՞ չէ նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այսօր ես իրոք երջանիկ եմ, որ այն պահանջները, որ դրվել է ձեր առջև, դուք կատարել եք սրբորեն։ Ասեմ ավելի, աշակերտները այսօր հանրապետական օլիմպիադային ներկայացրեցին Սյունիքը, բայց գտնվեցին նաև աշակերտները, որ այսօր նաև ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը։ Բերենք նախ ողջունենք բոլոր մեր օլիմպիական երեխաներին։ Սարայի գլխավորությամբ Գասպարան Լևոնի գլխավորությամբ եւ մյուս բոլոր շրջանավարտներին։ Սիրելի աշակերտներ, իրոք այսօր եւ եղանակն է մեր կողմից, եւ մեր տրամադրությունն է շատ բարձր։ Այսօր այս գեղեցիկ հարկի տակ հավաքվել ենք եւ ճիշտ ենք արվում այստեղ ենք հավաքել, որովհետեւ մենք չունենք դպրոց, մենք չունենք այսօր այդպիսի դահլիճ, բայց շնորհակալ եմ կազմակերպիչներին, տնօրինությանը, որ մեզ տրամադրեցին այս հրաշալի կառույցը եւ ես կարծում եմ, որ ավելի շատ երեխաներ պետք է լինեին եւ չեմ զարմանում, որ դահլիճը լեցուն է։ Դպրոցներից վերջին զանգի արարողությունը տեղափոխվեց Կապանի մշակույթի կենտրոնի մերձակահրապարակ, որտեղ շրջանավարտներին շնորհավորեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լևոն Մարգարյանը եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։ Մարզի շուրջ 1500 պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ են տալիս հարազատ կրթօջախին եւ շուտով կմտնեն սպասումներով եւ ակնկալիքներով լի մեծ կյանք։ Այս հանդիսավոր օրը դուք կյանքի նոր էջ եք բացում, իսկ ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կայացման ու ինքնահաստատման ուղին։ Դպրոցն է էապես նպաստում պետության արժանի քաղաքացու ձևավորմանը, ուստի այս տոնական օրն առիթ է մեկ անգամ ևս խորհելու այսօրվա իրականության մեջ նրա տեղի ու դերի մասին։ Դպրոցում շնորհիվ շնորհաշատ ուսուցիչների դուք ձեռք բերեցիք ոչ միայն նոր ու արդիական գիտելիքներ, այլև ձևավորվեցիք որպես անհատականություններ սեփական աշխարհընկալումով ու ինքնուրույն մտածողությամբ։ Մեզ միշտ ոգևորելու են ձեր հաջողությունները, ու մենք հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով, քանզի վստահ եմ դրանք ծառայելու են մեր ժողովրդի բարողությանը, նպաստելու են մեր պետության հետագա զարգացմանը եւ հզորացմանը։ Համոզված եմ, որ դուք միշտ բարձր եք պահելու Սյունեցի պատիվը, իսկ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այսօրվա հուշերը եւ ջերմությունը ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։ Դպրոցներում հնչեց վերջին զանգը, որի ղողանջները ձեզ համար ավետեցին դպրոցական ուսումնառության ավարտը։ Շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի առիթով։ Այն առաջին հերթին տոն է, որն իր ողջ կյանքում հիշում է յուրաքանչյուր ոք։ Այսօրը հիշելու եք նաև դուք։ Վերջին զանգի կապակցությամբ անսահման թախիծ ու նաև անսահման ուրախություն է պարուրել ձեզ։ Հիշում եք դպրոցական ամոռանալի տարիները,
արդեն իսկ հարազատ դարձած դպրոցը։ Միաժամանակ գիտակցում եք, որ նոր ճամփաներ, բազում վերելքներ են սպասում ձեզ։ Ինչպիսի ճանապարհ էլ որ ընտրեք, ցանկանում եմ, որ լինեք երջանիկ ու հաջողակ ճամփորդներ։ Լինեք առողջ, լինեք կենսախինդ մարդ։ Շրջանավարտներին իրենց ասմունքով ու երգով ողջունեցին տեղացիներ ու մայրաքաղաքից ժամանած հյուրեր։ Համերգային ծրագրից ու դիսկոտեկից հետո շրջանավարտները Կապանի մարզադաշտում մասնակցեցին օդապարիկ կանթեղների բաց թողման արարողությանը։ Յուրաքանչյուր օդապարիկ իր հետ երկինք տարավ նոր կյանք մտնող աղջիկների ու տղաների բազում իղձերն ու երազանքները։ Օրն ավարտվեց հրավառությամբ։ Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվ էր մղում 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի 3 հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918 թվականի մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան Սեյմը, եւ դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն։ Այսպիսով Եղերն ապրած հայ ժողովուրդը թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում ուժ գտավ իր մեջ եւ վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր եւ ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Ի նշանավորումն այդ իրադարձության մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը, առաջին հանրապետության անկախության օրը, եւ նշվում է շուքով ու հանդիսությամբ։ Կապանում միջոցառումների շարքը մեկնարկեց Զորամասից, որտեղ անցկացվեց միտինգ նվիրված առաջին հանրապետության կազմավորմանը։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ հավաքված ակում, շտաբներ Կոմանդանտ Վարդանյան։ Ողջույն գտնի վարկների։ Ողջույն վարկների։ Հրավիրում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության 95-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուրա, ուրա, ուրա։ Զինվորներին շնորհավորելու էին եկել Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Կապանի ճանշին ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը, պաշտոնատար այլ այրեր։ Վերջիններս ողջունեցին նրանց եւ իրենց հիացմունքը հայտնեցին այսօրվա բանակի մարտունակության վերաբերյալ։ Առաջինը սակայն իր զինվորներին շնորհավորեց հրամանատարը։ Մեր մայիսյան եռատոնի ամենակարևորագույն տոներից մեկն է մայիսի 28-ը մեր առաջին հանրապետության 95-րդ ամյակը, որը ամեն հայ, ամեն մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի պարտավոր է նշել շուքով։ Քանի որ երևի բոլորդ էլ լավ հիշում եք եւ ապրիլի 24-ին սքո միտինգը իրականացրեցին, ես նշեցի, որ դա մեր պատմության ամոթալի է։ Իսկ մայիսյան հաղթանակները, մեր եռատոնի ամիսը, դա մեր պատմության ամենավեր, ամենահպարտ էջն է։ Եվ մենք բոլոր հայրենիներս պարտավոր ենք մեր հոգու խորքում փայփայել, պարտավոր ենք մեր գործունեությամբ, մեր գործառույթներով ապացուցել,
որ մենք արժանի ենք դրան, որ մենք արժանի ենք անկախ ապրելու, որ մենք արժանի ենք մեր ընտանիքներում, մեր սեփական հողի վրա, մեր պետության մեջ, մեզ զգալ լիարժեք, զգալ որպես տեր, զգալ որպես այն մարդը, ով ինքն է թելադրում իր սեփական հողի վրա։ Այսօր տոներուս համար մեր պետականության դրված հիմքի օրը այսօր հայ ժողովրդի լավագույն զավակների ջանքերի հայրանվել գործերի համար է այսօր մեր ժողովրդի ցուցիչած հայրենիքները երաշխիքն եք մեր պետականության, մեր խաղաղության, ձեր շնորհիվ այսօր մեր ժողովուրդը կարողանում է մանրացված աշխատանքի եւ հավատացած ենք, որ մինչև վերջը կատարում պարտքը ապահովել ենք մեր խաղաղությունը կամ ինքնին ժողովրդի համար։ Մեծ է ձեր գործը, մեծ է մեր բանակի գործը, ներդրումը մեր պետականության մեջ եւ մեր ժողովուրդը դա երբեք չի մոռանում։ Մեր ժողովրդի ծոցից եք ելել եւ մեր ժողովրդի զավակներն են, մեր եղբայրները, մեր դերերն են։ Մենք պարտավոր ենք մեր բանակին մշտապես իր արժանունը տեղ պահել եւ սատարել մեր բանակի նախաձեռնություններին։ Ու բոլորդ մեծ առաքելություն եք այս անկախությունը բարելավում։ Այս անկախությունը ստերք է բերվել շատ դժվար ժամանակավոր։ Պահում ենք առավել դժվար ոչնչություն հաղթահարելով մեր տղեկի, լավագույն տղեկի կյանքի գնով։ Ես ուզում եմ բոլորին հետ հասկանալ, որ դեր պատերազմը չի վերջացել կողմեր։ Ու եթե ձեզ հնարավորություն տրվել հմտանալու, զենք տեսնելու հայտարարելու, ակնթարթ չխոսնեք դա անելու համար, հմտանալու համար, զորանալու համար։ Հանրապետության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է եղել նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։ Կապանցիներին մաղթել է բարձր տրամադրություն, նորանոր ձեռքբերումներ, խաղաղություն, բարօրություն ու միայն հաղթանակներ։ Իսկ փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը տեղում շնորհավորեց զինվորներին։ Ազգովին նշում ենք մի պարապանստոն, որի գլխավոր հերոսը այս զինվորն է։ Առաջին հանրապետություն ունեցանք շնորհիվ Սարդարապետում այս զորահարաբանապարների փայլուն ապահովության եւ զինվորների քաջագործությունների շնորհիվ մեր ազգի համախմբման։ Սարդարապետի պատերազմի դասերի շնորհիվ ստեղծվեցին Արցախյան հերոսամարտի կայունությունները։ Այսօր դուք եք մեր բազմաթիվ զոների արյամբ նվաճած Արցախ երկրի մեր անկախ պետականության պաշտպանները։ Մայիսի 28-ի կյանքի ամենաերջանիկ օրն է։ Նոր տարուց իմ ծննդյան օրից ավելի փառահեղ, որտեղ 18 թվականի մայիսի 28-ին ծնվեց մեր ժողովուրդը։ Ծնվեց 700 տարած տրկությունից, ծնվեց ողիներից, հառնեց ինչպես Գյումրի թռչունը։ 95 տարիներ առաջ այսօրը Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության հռչակում։ Փառք հայոց ազգին, փառք հայոց բանակին եւ փառք մեր Հայաստան աշխարհին։ Շնորհավորում եմ ամենքին այս գեղեցիկ եւ այս սքանչելի տոնի կապակցությամբ։ Թող այս տոնը մեր զավակների դարեր շարունակ տոնեն եւ մեծագույն հաղթանակներից մեկը համարվի մեր հայոց ազգի, մեր ազգի գոյատևումը։ Հանդիսավոր միտինգն ավարտվեց պարգևատրման արարողությամբ։ Մի խումբ զինծառայողների ու սպաների շնորհակալագրեր, պատվոգրեր, շքանշաններ ու նվերներ հանձնվեց։ Անկախ անձրևոտ եղանակից միջոցառումը շարունակվեց Կապանի քաղաքապետարանի մերձակա զբոսայգում։ Նախ ելույթ ունեցավ փողային նվագախումբը։
95 տարի առաջ այսօրը կանխվեց հայ ժողովրդի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունը եւ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դա մեծ ջանքերի շնորհիվ եղավ ի տարբերություն մեր հարևան ժողովուրդների, որոնց անկախությունն ուղղակի սկուտեղի վրա մատուցվեց։ Առաջին հանրապետության կայացման գործում մեծ դեր է ունեցել Արամ Մանուկյանը, ով մինչ այսօր էլ ըստ արժանվույն գնահատված չէ։ Նրա բնակարանը գտնվում է անմխիթար վիճակում, այն դեպքում, երբ առնվազն կարող էր լինել գոնե թանգարան։ Արամ Մանուկյան, Հովանես Քաջազնունի, Գարեգին Նժդե։ Ահա այս նվիրյալների շնորհիվ կերտվեց առաջին հանրապետությունը։ Հենց նրանց հիշատակին կառուցված հուշաքարերին էլ ծաղիկ դրեցին կապանցիները։ Առաջին հանրապետությունը գոյատևեց 2 տարի, քանի որ կար հզոր արտաքին ուժ բոլշևիզմը, որին Հայաստանը երկար դիմադրել չէր կարող։ Ինչևէ, մարզկենտրոնում միջոցառումների շարքը եզրափակվեց Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում Արվեստի պետական քոլեջի սաների պատրաստած Mary Poppins մյուզիքլով, որն ի դեպ ցուցադրվեց ռուսաց լեզվով։ Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև տարածաշրջանի գյուղական համայնքներում։ Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար քաղաքական ու ազգային գործիչ Արամ Մանուկյանի ծննդավայր Դավիթբեկում օրը սկսվեց զոհված ազատամարտիկների հիշատակի հարգանքի տուրքով, որից հետո գյուղի միջնակարգ դպրոցում, որը անվանակոչվել է Արամ Մանուկյանի անունով, տեղի ունեցավ տոնական միջոցառում։ Հայ հեղափոխական դաշնակցության պատանեկան կազմակերպության անդամները ներկայացրեցին, թե ինչպես ու ինչ գնով Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, ինչ դերակատարում ունեցավ Արամ Մանուկյանը առաջին հանրապետության ստեղծման գործում։ Առաջին հանրապետությունը հիմնվեց ավերակների վրա։ Ցեղասպանությունից հետո երբ թուրքական ջարդարանները ուզում էին ոչնչացնել ամբողջ հայ ազգը, հայությունը Սարդարապատում, Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում կանգնեց ընդդեմ թուրքական ջարդարանների եւ հաղթեց եւ վաստակեց իր անկախությունը։ Չնայած անկախությունը տևեց կարճ 2.5 տարի, բայց դարավոր դադարից հետո քարտեզի վրա գծվեց Հայաստան որպես պետություն։ Հայաստանը իր դիվանագիտական կապերը հաստատեց շատ երկրների հետ։ Տոնական միջոցառումը ողողված էր հայրենասիրական երգերով ու բանաստեղծություններով։ Ախր ես ինչպես ներկենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հայրեներ չկան, ախր ուրիշ տեղ խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական վախտից սեփական հոգին խորովել չկա։ Բաներ չկան, կարծես քեզ երգելու համար։ Եվ ես որդու նման անվանում եմ քեզ մայր։ Արազատ եմ ասում եւ այնուհետ լռում։ Սիրող սիրտն է այդպես խոսքը շուտ սպանում։ Իսկ թե ոնց եմ սիրում, դու գիտենաս պիտի, բայց քեզնից առաջ քո թշնամին գիտի։ Եվ Սուրբ Հայրիկ, դու սրտից մեջ ես, ոչ լեզվիս վրա։ Իմ սրտի միջից թե սիրտս ճեղքես, դրոշիտ բոցը պիտի հուրհրա։ Չեմ ուզում գոդալ իմ սիրո մասին, սակայն իմացիր հայրենիքի մեջ։ Քեզ 100 տեղով խոցեց թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոցվեց։ Ես ամբողջովին քոն եմ, հայրենիք, եւ ոմի նման ճամփեգիտ վրա քո փառքի համար թե մի օր վատվեմ, մոխրաբից անգամ իզնից չի մնա։ Օրվա խորհրդին էր նվիրված նաև ազատամարտի վետերանների միության ներկայացուցիչների այցը Արզվանի գյուղ։ Զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ դնելուց հետո հյուրերին ողջունեցին ու շնորհավորեցին գյուղի փոքրիկները։ Դու սրտից մեջ ես, ոչ լեզվիս վրա, իմ սրտի միջից թե սիրտս ճեղքեր, դրոշի բոցը պիտի հուրհրա։ Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, սակայն իմացի հայրենիքի մեջ, քեզ 100 տեղով խոցեց թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոցվեց։ Ներիրից մայրի, որ զենքը ձեռքիս դարձավ ֆիդայի, որ մի նոր դարդ էր բերիր քո շրտին, որ քունը տարա առանց այդ երկու անքուն աչքերի։ Ներիրից մայրի, որ տանջել եմ քեզ ծնված օրվանից, որ արցունքներիդ ակունքը դարձած իմ Հայաստանի ես պաշտպան դարձա։ Ներիրից մայրի, որ մեկ էլ տեսա, գնացի չեկա։ 1918 թվականի մայիսի 28-ը վճռորոշ հանգրվան դարձավ հայ ժողովրդի համար, իր խոսքում ասաց գյուղապետ Անուշավան Հարությունյանը։ Շնորհավորելով տոնի կապակցությամբ նա նշեց, որ Արցախյան ազատամարտում եւս մեկ անգամ ապացուցվեց հայի միասնականությունն ու ապրելու ձգտումը։ Իդեպ Արցախյան ազատամարտին արսվանիկցիները իրենց ներդրումն են ունեցել։ 95 տարի առաջ 18 թվականի մայիսի 28-ին մենք ձեռքիդ բերել անկախություն։ Ճիշտ է, այդ անկախությունը շատ կարճ տևեց, 2 տարի տևեց, բայց հենց այդ պտուղներն է, որ այսօր մենք խաղում ենք։ Հենց դրանից է սկիզբ առել այդ անկախության այդ սերմերը, որ այդ ժամանակ եղել է, այդ ֆիդայիների հաշվին, այդ ֆիդայիների արյան գնով, որ նրանք ձեռք են բերել մեր անկախությունը, այսօր մենք այդ անկախությունը վայելում ենք, որ այսօր ունենք մեր անկախ ազատ Հայաստան։ Ներկաներին շնորհավորեց նաև ազատամարտի վետերանների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ռաֆիկ Տոնոյանը։ Մայիսյան 28-ը դարձել է 95-ամյակը Սարդարապատի Բաշարաբանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Շնորհավորում եմ այդ տոների կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություն եւ ասեմ դուք այն պատերազմի մասնակիցների թորներն եք, տեսորներն եք, որ թե Սարդարապատում, թե հայրենական մեծ պատերազմում տարան հաղթանակներ եւ մենք Շուշիի հաղթանակով, ինչպես 41 թվականին Ստալինգրադի ճակատամարտը բեկումնային եղավ մեր խորհրդային միության այդ պատերազմում, այնպես էլ Շուշին եղավ մեզ համար բեկումնային պատերազմ, հաղթանակ, որ մենք շարունակական սկսեցինք աշճանաբար, քայլ առ քայլ եւ այդ ժամանակ ունեցանք մեր պետականորեն բանակը, միայն երկրապահները եւ ազատամարտիկներ չեն, այն ժամանակ արդեն կազմավորեց մեր բանակը եւ 18 տարեկան տղաներ հետ միասին դուք, մեր ընկերները, մենք միասին բոլորս կարողացանք արժանի հակառակված տանք թուրքերին եւ հետ մղել եւ ազատագրել մեր հողերը։ Կազմակերպության անունից պատվոգրերի արժանացան մի խումբ արցվանիկցի ազատամարտիկներ, իսկ գյուղապետ Անուշավան Հարությունյանը պարգևատրվեց Վարդան Մամիկոնյան հուշամեդալով։ Եղան նաև հետմահու պարգևադրումներ։ Ակունքները գալիս են Ավարարից եւ շարունակում են Սարդարապատ, այնուհետև Արցախյան գոյամարտ։ Մայիս ամիս եղել է հայ ժողովրդի համար միշտ հաղթանակի տարի։ Եթե մի պահ հիշեք, Ավարայի ճակատամարտ, Սարդարապատ, հայրենական մեծ պատերազմ եւ Արցախյան գոյամարտ, որ Արցախյան գոյամարտում անմաշ չմնացին մեր համագյուղացիները։ Ինչպես ասվեց, 126 հոգի մասնակցել են։ Մայիս ամիսը իրոք հայ ազգի համար մեծ նշանակություն ունի, մեծ դեր ունի։ Հայ ազգի համար դա եղել է հաղթանակների ամիս։ Իրոք հայ ազգը մայիս ամսում կրել է մեծ հաղթանակներ։ Ես կցանկանայի եւ կամենում եմ, որ մեր ազգը թող հարատևի, թող այս կորեզը, որ 20 տարի անց այսօր գործընթացը սկսվել է, թող շարունակական ունի, որպեսզի այն սերունդը, որ դպրոցում կրթում ենք, որպեսզի այն երեխեքը հասկանան, գիտակցեն, հայրենի եզերք իմանան։
Արցվանիկցիները օրը շարունակեցին տոնական սեղանների շուրջ։ «1950-ականներին կառուցված Գեղանուշի գյուղապետարանի շենքի նորոգումը գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է։ Շենքում են տեղակայված նաև գյուղի ակումբն ու խաղասենյակը։ Օրերս Դինո Գոլդմայնինգ ընկերության ֆինանսավորմամբ նորոգված գյուղի դպրոցի զինասենյակի եւ դահլիճի բեմահարթակի բացմանը ներկա ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանին գյուղապետ Իվան Կոստանդյանը դիմել էր կրկին աջակցելու խնդրանքով։ Բանավոր համաձայնությամբ որոշվել է նախ լուծել շենքի տանիքի հարցը։ Մեր առաջարկությունը պարոն Հրաչյանը ընդունեց եւ եկանք այն եզրակացությունը, որ առաջնահերթը մեր գյուղի համար ակումբի գյուղապետարանի շենքն է, որը կառուցվել է 1959 թվականին, նրանից հետո երևի 80-ական թվականներին թեթև վերանորոգում կատարվեց, բայց տանիքի վրա ոչ մի աշխատանք չկատարվեց։ Հիմա երբ որ անձրևներ են լինում, ձմեռը ձնհալը սկսում է, այդ ջուրը բոլորը ներս է քաշվում այդ շենքը եւ առստաղը, պատերը սաղ թափված է։ Մենք գտնում ենք, որ առաջնահերթը դա է գյուղի համար, որովհետեւ երբ մեր խաղահրապարակը կառուցվեց, այսօր խաղահրապարակում մի շարք երեխաներ են խաղում։ Նոր տարվա համար մենք տոնածառը առաջի անգամ դրեցինք 12-ից 15, տոնածառի մոտ 60 մարդ կար։ Եվ արդեն զգում ես, որ այդպիսի բաներով գյուղը կարող է վերապրել, առաջ գնալ, մարդիկ կձգտեն նոր տարում գյուղ գալ, ամառը դաչա գալ, դրա համար մենք առաջինը գտնում ենք, որ պետք է կառուցվի, վերանորոգվի մեր ակումբի շենքը։ Դինո Գոլդմայնինգ Company ընկերության տնօրեն պարոն Հրաչ Ջաբրայանը իր խոստումը կկատարի, նա միշտ ինչ ասել է, նա կատարել է եւ ընթացքում բխող բոլոր հարցերը նա խոսք է տվել, որ կօգնի գյուղին։ Մինչ այս Դինո Գոլդմայնինգ ընկերությունը գյուղում մի շարք ծրագրեր ու մեծ ներդրումներ է կատարել, աջակցել է խաղահրապարակի կառուցմանը, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգմանը, ջրատարների անցկացմանն ու ճանապարհի բարեկարգմանը։ Կատարվել էր մանկական բեմի կառուցում եւ զինանոցի պատրաստում ամբողջովին այդ ամենը իրականացվեց Դինո Գոլդմայնինգ Company ընկերության կողմից։ Դրա համար շնորհակալական խոսք այդ օրը հնչեցրինք եւ նշեցինք, որ Դինո Գոլդը Գեղանուշ համայնքում մի շարք աշխատանքներ է կատարել, դա եղել է ջրատարի խողովակաշարի վերանորոգում, եղել է ճանապարհի վերանորոգում, որի համար ներդրում կատարեց 10 միլիոն դրամ, խաղահրապարակը կառուցվեց World Vision ընկերության կողմից եւ 1 միլիոն դրամի չափով Դինո Գոլդը աջակցեց խաղահրապարակը ավելի լավ լինելու նպատակով 4 միլիոն դրամ օգնել է եկեղեցուն։ Այսքանով սակայն գյուղի խնդիրները թեև քչանում, բայց չեն վերջանում։ Իվան Կոստանդյանը տեղեկացրեց, որ Դինո Գոլդմայնինգ ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել գյուղի խնդիրների լուծմանը։ Սակայն գյուղապետը ամբողջ ծանրությունը ընկերության ուսերին չի ուզում դնել եւ ակնկալում է նաեւ համագյուղացի գործարարների ուշադրությունը։ Գյուղում խնդիրները շատ են։ Ուղղակի մենակ Դինո Գոլդի աջակցությամբ չի լինի։ Մենք էլ չենք ուզում այդքանը ծանրաբեռնենք ինչ-որ մի հիմնարկի կամ ինչ-որ մի աջակցողի վրա։ Մեր գյուղում կան գործարարներ, նորից ենք դիմում։ Այդ ինչ-որ արվում է գյուղի համար է արվում։ Խնդրում ենք բոլորն էլ ինչու կարող են օգնել գյուղը վերականգնանալու համար։ Ընթացքում փողոցային լույսերի կարգավորումն, որը բացակայում է, էլի կանենք, թե գյուղապետարանը իր միջոցներով Կենցաղի տան գերեզմանատան ճանապարհն է, որը շատ անմխիթար վիճակում է, ավազը բերվել է, ցեմենտն էլ խոսք են տվել, որ կօգնեն, այդ աշխատանքները կկատարվի, գործ է շատ կա, ուղղակի ժամանակ, համբերություն եւ պետք է աջակցություն։ Ինչևէ, տեղին է նշել, որ վերջին շրջանում գեղանուշցիների անունից խոսելու գայթակղությունից շատերն են օգտվում, իբր մտահոգություն հայտնելով, որ ընկերությունը գյուղում սոցիալական ծրագրեր չի իրականացնում։ Իրականությունը սակայն այլ պատկեր ունի։ Գյուղի ղեկավարի եւ ընկերության համատեղ որոշումներով բոլոր օրախնդիր հարցերին աստիճանական լուծում են տալիս եւ թերևս ինքնակոչ միջնորդների կարիք չունեն։
Կապանի արվեստի մանկական դպրոցը իր տարեվերջյան հաշվետու համերգն անցկացրեց Արվեստի քոլեջի դահլիճում։ Դպրոցի սաները իրենց սովորածը ներկայացրեցին ծնողներին, մանկավարժներին ու հյուրերին։ Ծրագիրը կազմել էր այնպես, որ հնարավոր լինի ցուցադրել դպրոցի գրեթե բոլոր բաժիններում սովորածը։ Դպրոցի տնօրեն Սեյրան Գրիգորյանը նշեց, որ տարից տարի ընդունելության աննախադեպ աճ է գրանցվում։ Այս տարի ցանկանում են ավելացնել նաև գործող բաժինների թիվը։ Կապանի քաղաքապետարանի արվեստի մանկական դպրոցը իր տեսակի մեջ միակն է մեր քաղաքում եւ իր ուրույն տեղը ունի։ Իր առջև դրած խնդիրները պատվով է կատարում եւ լուրջ աշխատանքներ է տանում մատաղցերնդի գեղագիտական դաստիարակության գործում։ Դպրոցում գործում են պարարվեստի, կերպարվեստի եւ երաժշտական բաժինները։ Հուսով եմ, որ շուտով կբացվի նաեւ թատերական բաժինը։ Անկախ մի շարք դժվարություններից մեր կրթօջախի մանկավարժները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց գիտելիքները եւ փորձը աշակերտներին փոխանցելու համար։ Մեր սաները հաստորեն աշխատանքներ են կատարում եւ իրենց կատարումներով, երգի, բարի միջոցով, տարբեր երաժշտական գործիքների վրա կատարումներով պրոպագանդում են եւ մատուցում են դասական, ժողովրդական եւ հայկական աշխուղական երաժշտությունը։ Եվ այսօրվա այս ասածներից վառապացությունն է մեր այս գեղեցիկ միջոցառումը։ Սա դպրոցի հաշվետու 2012-13 ուսումնական տարվա հաշվետու համերգն է, որը նվիրված է երեխաների իրավունքների պաշտպանության օրվան։ Համերգին ներկա էր նաև Կապանի Dino-Gold Mining Company-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը։ Վերջինիս տրամադրած միջոցներով դպրոցը տարազներ է գնել եւ համերգին գեղեցիկ բարբ է մադրել։ Տարիներ շարունակ մենք շորերը հայտում էինք այստեղից, այնտեղից, այս անգամ դիմել ենք Dino-Gold Company ընկերությանը եւ շատ կարճ ժամանակամիջոցում ֆինանսները մեզ տրամադրել է, կարողացել ենք ձեռք բերել տարազներ եւ շատ շնորհակալ ենք, շատ գոհ ենք եւ հուսով ենք, որ մեր համատեղ աշխատանքը կշարունակվի եւ գիտեք ինչ, երեխեքն են ողջևորված եւ պարտականություն ա դրվում մեզ վրա։ Այնպես որ մեր ուժերը կրկնապատկենք եւ կարդարացնենք հույսերը եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես սիրով ուզում եմ շնորհավորել մեր բոլոր երեխեքին, երեխաներն այս գեղեցիկ իրենց տոնի կապակցությամբ ցանկանալ պայծառ, խաղաղ, երջանիկ, առանց հոգսերի կյանք եւ նորանոր հաջողություններ։ Հնչեցին ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Աշակերտները հանդիսատեսին ներկայացրեցին այս տարիներին իրենց ստացած գիտելիքը եւ հանդես եկան բազմաբովանդակ ծրագրով։ Իդեպ դպրոցի սաները մասնակցում են տարբեր մրցույթների եւ ունեն մեծ հաջողություններ։ Dino-Gold Mining Company-ի տնօրեն Հրաչ Ջաբրայանը այսօր էլ մասնակցել է Կապանի Եվրոկոլեջի ուսանողների վերջին զանգի արարողությանը։ Արարողության մարզանքներին ու դասերին ամենօրյա շատ սիրելի տնօրենի աչամուր հայացքն էր սիրում։ Սիրում եմ մեր տնօրենի մտքերը ջերմ սիրտը լուսել, մեր բոլորի հանդեպ ինքնամոռաց սերը լսել։ Լուսապսակ մեր քոլեջի շատ հյուրընկալ պատեր ընտան ու լավագույն տնօրենի ամենօրյա ժպիտը։
եւ գիտությունների ձեռքբերմամբ ոտք դրեցիք Եվրոպական քոլեջը։ Այսօր հրաժեշտ եք տալիս քոլեջին, հրաժեշտ եք տալիս հույսով եւ լավատեսությամբ, հրաժեշտ եք տալիս եւ ձեր հոգնում կտանեք մեր քոլեջի լավ ու բարի ավանդույթները եւ կարծում եմ, համոզված եմ, որ մեր ավանդած, մեր կողմից ավանդված գիտելիքներն ու փորձը ձեզ կյանքում հասարակության մեջ կնպաստեն որպես կայանակ, որպես քաղաքացի, որպես մարդ, որպես մասնագետ։ Սրտան շնորհավորում եմ այսօրվա միջոցառումը, ուզում եմ մեր ուսանողներին ցանկանամ նորանոր հաջողություններ, ամենայն բարիք։ Գրեթե բոլորիդ հետ ես անձնապես ծանոթ եմ, մենք տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել համատեղ եւ ուզում եմ նշեմ, որ Եվրոպական քոլեջի ուսանողները միշտ առանձնացել են իրենց ակտիվությամբ, իրենց պատրաստակամությամբ եւ վստահեցնում եմ ձեզ, որ այսօրվա կիրթ, գրագետ եւ առողջ երիտասարդը մեր պետության վաղվա արժանի քաղաքացին է։